Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուսին։ Այսօր մի խոսք կա, սիրելիներս, սրտից ուզում եմ կիսվենք իրար հետ։ Վերնագիրը պտուղ եւ պարգև։ Մի քիչ գուցե ինքը կարող է, չգիտեմ, մի քիչ ծառայողական լինի ինքը խոսքը, բայց սրտից դրել է Տերը, որ մի փոքր կիսվենք պտուղ եւ պարգև։ Որովհետեւ շատ կարեւոր բան է, սիրելիներս, որ մենք հասկանանք ու իմանանք, որ պտուղները լավ է, որ պարգևների հետ է գործում, սիրելիներս։ Պարգևները լավ է, որ պտուղների հետ է գործում։ Սրանք իրանից առանձին պիտի չլինեն, սիրելիներս։ Դրա համար շատ ժամանակ կա, որ մարդու կյանքում պտուղը, պարգևը գործում է, ինքը կարծի եւ վերագրի, որ ինքը ամեն ինչում տեղում է, դրա համար էլ իր կյանքում պարգևը գործում է, սիրելիս։ Բայց ասեմ քեզ այտենց չի։ Պարգևը մի բան է, որը որ Աստված է տալիս։ Պարգևը մի բան է, որը որ Աստված է տալիս, սիրելիներս։ Եվ Աստված ում ուզի, ոնց ուզի, այնպես կբաշխի իր պարգևը։ Ամեն։ Խնդրեմ իրար հետ գնանք, հա, սիրելիներս։ Որ հոգնես էլ սենց թափ տուր քեզի բան արա, կաշխատենք շուտ գնա, բայց թողենք Տիրոջը։ Իրար հետ գնանք, սիրելիներս։ Ամեն։ Պարգևը մի բան է, որ դու չես կարա, ասես, գիտես ինչ կա, ծնունդիդ որ մեկը գալիս է, հիմա գուցե անում ենք, բայց դու չես կարա ասես, գիտես ինչ կա, էսի բեր ինձի։ Ինքը ինչ որ ուզում է, այդ էլ բերում է քեզի նվեր։ Ամեն, բայց նամանավանդ հոգու պարգևների մեջ Աստված ոնց ուզի, այդտենց բաշխում է իր պարգևները։ Դրա համար շատ կարևոր մի բան, որ ասեցինք, դու շատ կարևոր ես իմ համար։ Ամեն, կողքիդ նստած մարդը կարա պարգև ունենա, որը որ քեզ օգնի։ Ամեն, կողքիդ նստած մարդը կարա ունենա մի հատ այնպես պարգև, որով որ դու իրականում դրա կարիքը ունենաս, սիրելիս։ Փառավոր է մեր Տերը։ Եկեք կարդանք հոգու պարգևները։ Կորինթացի 12-ը բացենք, թանկագիններս, որտեղ որ խոսում է հոգու պարգևներից։ Բոլորս գիտենք, Սուրբ հոգու պարգևները, թանկագիններս։ Կորինթացի 12 8-ից կարդանք։ Որովհետև մեկին հոգուցը տրված է իմաստության խոսք, եւ ուրիշին գիտության խոսք։ Իմաստության խոսքը նա է, սիրելիներս, որ մարդը իմաստություն ունի խոսելու։ Գիտի այդ ժամանակ իմաստությունով ոնց խոսի։ Դրա համար ինչ է ասում առակած գիրքը, չէ, իմաստության մասին։ Ժողովողի մեջ ասում է իմաստություն խնդրեցեք։ Իմաստություն ուզեք։ Դա նա է, որ մարդը գիտի իրավիճակի մեջ իմաստությունով խոսել կամ գուցե իմաստությունով լռել։ Մեկին տրված է գիտության խոսք։ Գիտության դա ինքը մարդուն, որ ինչ-որ մի բան հայտնությունով բացվում է, գիտությունով ինքը շատ լավ կարում է դա տեսնի, հասկանա, նույն հոգու չափով։ Մյուսին հավատք, նույն հոգու չափով։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, հավատքն էլ պարգև է, սիրելիներս։ Հավատքը մենք կարող ենք տեսնենք եւ պարգևների մեջ, եւ պտուղների մեջ։ Ամեն, մեկ մարդ կան հենց հավատք ունի, սիրելիս։ Պարգև ունի այդ մարդը, ամենից հավատում ինքը, ու դու զարմանում ես իր հավատքի վրա։ Դա պարգև է։ Բայց նաև հավատքը ինքը պտուղ է, սիրելիներս։ Դա մեր ընթացքի, մեր ապրածի, մեր հավատացածի, մեր գործածի պտուղն է, սիրելիներս։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Մյուսին ուրիշին բժշկության պարգև, նույն հոգով, ուրիշին զորությունների ներգործություններ, մարդիկ կան կարող են աղոթեն, մարդ բժշկվի, ամեն, կամ մարդ կա աղոթի հրաշք կատարվի։ Սրանք տարբեր պարգևներ են, սիրելիներս։ Եվ ուրիշին մարգարեություն, Աստծուց խոսք լսի, փոխանցի, պարգև է, սիրելիս։ Դա անես չի, որ այդ մարդուն օրինակի համար իրա, չգիտեմ, ինչ որ արածի համար դա ստացել է։ Իհարկե, Աստված գիտի ումը ոնց տա, սիրելիներս։ Ամեն, դա պարգև է, ինքը ունի մարգարեանալու, բայց մարգարեանալու պարգև կարանք ամեն մեկս ունենանք։ Աստված կարա ծառայության ժամանակ քեզ
այդ պարգևը տա, դու փոխանցես, մարգարեանաս, ինչ որ մի բան Աստծուց եկած, սիրելիներս։ Մյուսին լեզուներով խոսելը, չէ՞, շատ ենք մենք ասում, որ ինչի լեզուներով չես խոսում։ Ամեն լավա Պողոսն ասում է, որ բոլորս խոսենք լեզուներով, սիրելիներս։ Դա շատ լավ է, բայց որ կարդում ես ինքը պարգև է, Աստված տալիս է։ Ես հավատում եմ ուղղակի մի բանի, երբ որ դու շատ խնդրես Տիրոջը, կտա քեզ լեզուների պարգևը, սիրելիներս։ Ես հենց ինքս այտենց եմ ստացել լեզուների պարգևը։ Ես կարդացել եմ տեղեր, որտեղ որ ասում է ինչ որ խնդրեք, այս տեղը կարդացել եմ, ասել եմ Տեր, խնդրում եմ քեզի լեզուների պարգև դուր։ Ու երկար ժամանակ աղոթք եմ արել, դե չգիտեմ չափը ինչքան, ու ես ստացել եմ, սիրելիս։ Դրա համար դու էլ կարաս խնդրես Տիրոջը, որ լեզուների պարգև տա քեզ։ Մյուսին թարգմանության պարգև։ Բայց այս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում։ Ամեն մեկին բաժանելով, ինչպես կամենում է։ Ինչպես էլ մարմինը մեկ է, եւ այն անդամներ շատ ունի, եւ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով, մարմինը մեկ է։ Այսպես էլ Քրիստոսը, սիրելիներս։ Հիմա տեսեք, երբ որ կարդում ենք այս պարգևները, սիրելիներս, Աստված բաշխում է ոնց որ ուզի, եւ ստեղ Պողոս առաքյալը ուղիղ համեմատական է տանում մարդու մարմնի հետ, որ եկեղեցում կարան լինեն տարբեր պարգևներ, սիրելիներս, եւ այդ ամենը մեկ մարմին է Քրիստոսում։ Մարդկա կարող է ձգտի բոլոր պարգևները ունենալ, սիրելիներս, բայց մի քիչ դժվար է։ Գիտես ինչի։ Ես ինքս անձնական իմ կարծիքով մտածում եմ, որ Աստված չի էլ տա բոլոր պարգևները։ Ինչի համար։ Որտեղ մարդիկ կկենտրոնանան այդ մարդու վրա ամբողջությամբ։ Եվ մարդը սիրելիս, կարա մի օր ընկնի, այդ պարգևներն էլ իր հետ, ու այդ ժողովուրդն էլ կենտրոնացած իր վրա, ու այդ ժողովուրդն էլ իր հետ ընկնի։ Դրա համար Աստված բաժանում է պարգևները տարբեր մարդկանց, սիրելիներս, որպեսզի այս կենտրոնացումը չլինի մարդու վրա, այլ լինի Տեր Հիսուսի վրա։ Ամեն, շատ կարևոր է, սիրելիներս, շատ կարևոր է։ Սա ուզում եմ այսօր քեզ ասեմ մի բան, որ կենտրոնացումդ երբեք չպահես մարդու վրա։ Ես չեմ խոսում սուբորդինացիաներ պաշտպանել, հարգանք, օծություն, ես ուրիշ բան եմ ասում։ Դրանք մենք պիտի անենք, սիրելիներս։ Դրանք մենք պիտի անենք։ Շատ կարևոր է, ու դա նախ-առաջինը շնորհք է, սիրելիներս։ Ամեն շնորհքով մարդը պահում ամեն այդ հարգանքը, սուբորդինացիաները, տարբեր ծառայությունների մեջ, տարբեր մարդկանց հանդեպ եւ հենց ոչ էլ ծառայության մեջ քո քրոջ, քո եղբոր հանդեպ, սիրելիս։ Ամեն, բայց քո կենտրոնացումը պիտի լինի Տեր Հիսուսը։ Ու շատ կարևոր է այս խորհրդի մեջ, որ մենք հասկանանք, սիրելիներս, որ պարգև դու էլ կարաս ունենաս։ Դու էլ կարաս ունենաս, սիրելիս։ Որովհետև դա Սուրբ Հոգին բաշխում է անենց, ոնց որ ինքը ուզում է։ Կարող ենք մենք պարգևներ ունենալ եւ կորցնել պարգևները։ Կարող է մարդը ունենա պարգև, բայց հետո կորցնի պարգևը, հարց է, չէ՞։ Սիրելիներս, երբ որ նայում ես Աստվածաշունչը, շատ տեղեր տեսնում ես, որ մարդիկ ունեին պարգևներ, ունեին օծություն, բայց կորցրեցին։ Ոնց եղավ, Աստված ինչա խաղ անում իր պարգևների հետ։ Չէ, սիրելիս, Աստված երբեք խաղ չի անում իր պարգևների հետ։ Այլ մարդը, երբ որ իր անհնազանդությունով, իր սխալ ճանապարհները բռնելով, իր մի փոքր ավելի իր պարգևից վերև կանգնելով, պարգև տվողից մի քիչ իրան լավ ազգում, կարա եւ կորցնի, սիրելիս։ Սա շատ կարևոր բան է։ Տեսել ես մարդու, որ բժշկության պարգև ունեցե կամ մարգարեության, բայց մի օր հանդիպել ես լրիվ դատարկ։ Սիրելիս, շատ կարևոր է, որ Թեսաղոնիկեցիների մեջ ասում է հոգին չհանգցնեք։ Սա ինչ է, սիրելիներս, սա նա է, որ երբ որ մենք սկսում ենք արդեն
մի քիչ Տիրոջ հետ քիչ շփվել, մի քիչ մեզ պահել անենց, որը որ Տիրոջ հաճելի չի, ու ասեմ քեզ մի բան, ամեն բան սկսվում է փոքրից։ Ամեն բան սկսվում է փոքրից։ Ու մեկ էլ տեսնում ես այդ փոքրը ամիսների կամ տարիների մեջ այնքան է մեծացե, արդեն իր դեմ էլ չես էլ կարում պայքարես։ Հելելը արդեն քեզ ուտում է այդ փոքրը։ Ու սիրելիներս, երբ որ փոքր սկսվում է կյանքից մեջ, կյանքիդ մեջ, եկեք զգուշ լինենք։ Եկեք զգուշ լինենք։ Գիտես այդ փոքրը հետո եթալու է մեծանա։ Շատ կարևոր բան է թանկագինս։ Զգուշավոր քայլես քո ընթացքը։ Սիրելիներս, երբ որ նայում ենք, տեսեք, Սավուղի կյանքը, երբ որ նայում ենք, մի երկու տեղ կարդանք, Թագավորաց 11-ից, եւ Սավուղը, եւ Սամուելը առավ յուղը, շիշը եւ նրա գլխի վրա ածեց եւ նրան համբուրեց ու ասեց. Ահա Տերը քեզ իր ժառանգության վրա իշխան օծեց։ Սավուղի։ Ամեն, իշխան օծեց։ Եվ 15-ը, երբ որ նայում ենք 15 խոսքի մեջ արդեն, ստեղ ինչ է կատարվում։ Արդեն Սամուելին Տեր ասում է, սիրելիներս, զղջացի, որ Սավուղին թագավոր եմ արել, որովհետև ինձանից ետ դառավ եւ իմ խոսքերը չկատարեց։ Տեսեք, կարդում ենք մի քանի տեղ առաջ, Աստված օծում է Սամուելին եւ թագավոր է կարգում։ Եվ ընդամենը 4 գլուխ հետո դու նայում ես, Աստված ասում է զղջացի։ Տերը չանի մեր կյանքերի մեջ, ամեն մեկիս կյանքի մեջ, որ Աստված նայի ու ասի զղջացի։ Շատ խորը տեղ է սիրելիս, ու շատ դիր պիտի լինենք սրա մեջ։ Չասի զղջացի։ Չէ, սիրելիս, շատ կարևոր բան է։ Եթե մի բանի մեջ Աստված քեզ դնում է ու շատ իրա քո հետ, գալիս է քո հետ, օծել է քեզ, քո հետ է շարժվում, զգուշ եղի։ Չասի զղջացի։ Ու գիտես Աստված կարա ասի զղջացի։ Այն օծությունը, այն երկնային պարգևը, որ տրված է քեզ, փափագով պահի։ Շատ փափագով պահի։ Գիտես ինչի, որովհետև թանկ բաներ ստանալը ավելի հեշտ է, քան դրանք պահելը։ Ասում եմ զղջացի, ինչ տեղ է, չէ, որ կարդում ես, Տեր Հիսուս, երբեք չզղջաս ինչ-որ բանի մեջ, այս սա ինչ տեղ է, սիրելիներս, որ մենք պիտի ուշադիր լինենք մեր ընթացքի մեջ։ Ինչքան Աստված քո կյանքի մեջ բաներ անում, բաներ դնում, գիտես, պարգևները ծառայելու համար է։ Պարգևները քո համար չի, դրանք ծառայության համար է։ Դու դրանք պիտի ծառայես դրանցով մարդկանց, բայց այդ պարգև տվողին երբեք չմոռանաս։ Գիտես ինչքան կարևոր է պարգև տվողի հետ միացած լինես։ Երբ որ մի մեծ զենքեր են վաճառում ուրիշ պետությունների, այն նկարը կարաս դնես, էլի Կարինե ջան, հա, թող մնա էկրանին։ Երբ որ մեծ պետություններ, էդի չէ, առաջի նկարը, որ պտուղ եւ պարգև։ Երբ որ տեսեք մեծ պետություններին զենք են վաճառում, կա թանկագիններս բալանի, որ այդ բալանին վաճառող պետությունը պահում է իր մոտ։ Եվ եթե չուզենա, որ այդ զենքերը իրանց կետին հասնեն ու խփեն ու իրանց գործը անեն, ինքը չի միացնում այդ բալանին։ Լսած կլնես, էլի երևի։ Նույնը, սիրելիներս, դա Աստծո տված պարգևներն է։ Ոնց ուզի, երբ ուզի, որտեղ ուզի, այտենց էլ ինքը օգտագործում է։ Դա ինքն է միացնում։ Իսկ որն է իմ ու քո անելիքը այդ ամենի մեջ, կպած մնանք իրան։ Կպած մնանք իրան։ Թագավորաց 16-14-ում ասում է, եւ Տիրոջ հոգին հեռացավ Սավուղից։ Ինչ վախենալու տեղ է, սիրելիներս։
Եվ Տիրոջ կողմանե մի չար հոգի նեղում էր նրան։ Գիտես շատ վտանգավոր բան է, սիրելիս։ Երբ որ Տիրոջ հոգին հեռացավ, ասում է, չար հոգին նեղում էր նրան։ Դրա համար Դավիթ թագավորը հասկացել էր մի բան, ասում էր Տեր, ինչ ունեմ, ինչ չունեմ, ինչ կա չկա, ինչ տվել ես, ամենը վերցրա, բայց քո հոգին չվերցնես ինձանից։ Սիրելիներ, շատ կարևոր է թանկագիններս կպած մնանք Տիրոջից։ Հակառակ դեպքում կա վտանգ։ Սամսոնի կյանքում օծված, զորավոր, նայում ես ինչ եղավ, չնազանդվեց, Տիրոջ կամքի մեջ չգնաց ու մեկ էլ զորությունը վերցվեց։ Աստծո պարգևները դրսևորվում են մեր միջոցով եւ ցույց են տալիս իր զորությունը։ Աստծո պարգևները ցույց են տալիս Տիրոջ զորությունը, սիրելիներս։ Այդ զորությունն է, որ գալիս է ու հիվանդին բժշկում ու բարձրացնում է։ Ամեն իր զորությունն է ցույց տալիս։ Եվ երբ որ մենք նայում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք նաև նոր կտակարանի մեջ մարդիկ, ովքեր որ ունեին պարգևներ, բայց կորցրեցին։ Հուդան, սիրելիներս, Հուդան ինքը ուներ բժշկության պարգև, դևեր էր հանում, բայց սիրտը շեղվեց ու կորցրեց։ Ու շատ կարևոր բան է հասկանալ մի բան, երբ որ կորցնես, երբ որ Տերը թողեց, անպայման չար հոգին վերցնում է, սիրելիներս։ Նույնը երբ որ նայում ենք, տեսնում ենք Հուդայի կյանքում։ Այո, երբ որ մենք հետ նայենք, եթե ապաշխարեր կփոխվեր, դրա մասին չեմ խոսում։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ու շատ կարևոր է թանկագիններս, որ մենք իրականում հասկանանք, արդյոք մեր կյանքը Տիրոջ մեջ է ընթանում։ Էդի գիտես ոնց է լինում։ Ինքնակնությունով է լինում, սիրելիս։ Երբ որ մեկու մեջ քննում ես քո կյանքը, հասկանում ես, որ Էսի չի Աստծո կամքը։ Ես ես որտեղ եմ։ Ես արդեն նման եմ աշխարհին։ Ես արդեն նայում եմ ուրիշ ձևի։ Ես արդեն ու հասկանում ես մի բան։ Ոգևոր կյանքը լրիվ ուրիշ բան է, սիրելիներս։ Հիշի մի բան, երբ որ դու արդեն նմանվել ես աշխարհին ու ինչ որ մի միջավայրում հայտնվել ես ու քեզ ասում են դու այնքան նման ես ինձ, որտեղ որ աշխարհիկ մթնոլորտ է, ոչ թե ուրախացի դրանից, այլ շատ տխրի դրանից, որտեղ դու արդեն նման ես իրան։ Ինչ ենք խոսում մենք, ինչի մեջ ենք մենք, ինչի մեջով ենք գնում մենք, շատ կարևոր է, սիրելիս։ Ինչ արժեքներից ենք խոսում։ Սիրելիներս, կաշխատեմ մի փոքր արագ գնանք Սուրբ Հոգու առաջնորդությամբ, գիտես, պարգևները շատ լավ է, որ ունենաս, բայց ուզում եմ մի փոքր էլ խոսենք թանկագիններս պտուղների մասին։ Պտուղների մասին, ինչպես որ խոսեցինք թանկագիններս, որ պարգևները Աստված է տալիս, ամեն, հակառակը չես կարա, նույնը չես կարա ասես պտուղների մասին։ Պտուղը մի բան է, որը որ ամեն մի մարդ ինքը պիտի մշակի, ջրի, տիրություն անի, էտի, չգիտեմ, տարբեր բաներ, բայց աճեցնողը Տերն է։ Տերը երբ որ տենում է քո ջանքը, Տերը երբ որ տենում է դու քո պտղի մեջ ջանք ես անում, դու ինչ որ բան ես ուզում անես, գիտես, ես շատ եմ մտածել, էլի ասում եմ Տեր, այն որ ասում ենք սիրեցեք մարդկանց, ախր այդ մարդը ոնց սիրի։ Մարդը պիտի կպած լինի Տեր Հիսուսի հետ,
որ ընդեղից ստանա այդ ամեն ինչը։ Դրա համար շատ կարևոր բան է։ Հիսուսն ինչ, այն որ սկզբից գալիս ես Տիրոջը, ու տա Աստված միշտ մնաս այդ կրակի մեջ։ Գալիս ես Տիրոջը, քո համար, ոչ այդ մարդու հագածն է կարևոր, ոչ այդ մարդու խոսացածն է կարևոր, ոչ այդ չգիտեմ ոչ մի բան, դու ունենց ես սիրում իրան։ Գիտես ինչի։ Որովհետև կպած ես որդից, որովհետև դու ապաշխարել ես այդ քաղցրության մեջ, մխվել ես Հիսուսի մեջ, այս բառանես բառ չէ, որ չէր կարելի ասել, երևի, մխվել ես Հիսուսի մեջ, ունդեղից ես ծնվում, ու իրապես էլ նայում ես ու տեսնում ես։ Բայց Հիսուսը անցավ ժամանակներ, մեկ էլ ասեց, լավ է քո կյանքում ամեն բան, բայց սերը պակասել է։ Որտեղից։ Գաղատացի 5:22-23։ Բայց հոգու պտուղն է սեր, առաջինը։ Սեր մարդու եւ Աստծո հանդեպ, ուրախություն, դա ներսի ուրախություն է սիրելիս։ Դա ուրախություն է ներսի։ Հոգու պտուղն է, ասում է։ Չի ասում հոգու պտուղներն են։ Շատ կարևոր տեղ է սիրելներս, որովհետեւ ինքը գրված է պտուղն է, որովհետեւ պտուղները միասին իրար հետ միաբանված դրանք ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի բնավորությունը մեր մեջ։ Հոգու պտուղները դրանք Տիրոջ բնավորությունն են սիրելներս։ Հիմա կարդալու ենք sense, չէ՞, մի քանի տեղ 9 պտուղի մասին, որ կկարդանք մի քիչ այդ ընթացքում քննի քեզ։ Կարեն ուրախության պտուղը Տեր Հիսուս։ Բայց այնց այսօր վիճակս զգում եմ, որ այդ ուրախության պտուղը չկա։ Զգում եմ, որ այդ խաղաղությունս գնացել է։ Սերս պակասել է։ Էսի ձեր մասին չեմ ասում, իմ մասին եմ ասում։ Զգում եմ, որ քաղցրությունը չկա, բարությունը չկա։ Դա Աստված, այս ինչը որ կարդանք, դու անենց զգաս, որ դրանք քո մեջ կա։ Գիտես, դրանք քո մեջ ըլնելը, դա դեռ չի նշանակում, որ դրանք այնքան լավն են, որ Տիրոջը հաճելի են։ Տերը ուզում է պտուղ տեսնի մեր վրա, սիրելիներս։ Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուշկալություն, ինքնատիրապետում։ Սիրելիներս, եւ Հովհաննես 15:4-8 կարդանք, ասում է. կացեք ինձանում եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղը իր անձիցը չի կարող պտուղ բերել, եթե որ որդումը չմնա, այնպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք, ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ կբերի, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել, ասա ամեն։ Չեք կարող ոչինչ անել առանց Հիսուսի, սիրելիս։ Ամեն։ Դրա համար տեսեք ինչքան կարևորություն է տալիս Հիսուսը պտուղին։ Մենք շատ ժամանակ, որ խոսում ենք պտուղից, մարդկանց մեջ զգացել եմ։ Շատերի մեջ առաջի բանը, երբ որ ասում ես շատ պտուղ, ինքը գիտես ինչ է տեսնում։ Մարդ է տեսնում։ Հիսուսը հոգու պտուղների մասին է խոսում, սիրելիս։ Հոգու պտուղը, եթե դու բերեցիր, եթե դու ունեցար, անպայման դու պատղաբեր մարդ ես։ Չի կարա ունենա մեկը հոգու պտուղ ու իր մոտ մարդ չգա։ Ես օրինակի համար իմ կյանքը փոխվել է, կամ ասենք ավելի խորը գնացել եմ մի մարդու հետ կապված, որը որ ուներ ուղակի ուրախության պտուղ։ Ես այդ ուրախությունը տեսնում եի, ասում էի, փառք ես Տեր, ուրեմն սենց ուրախություն կա աշխարհի վրա, որ անկեղծ, մաքուր։ Հասկանում ես ինչ եմ ասում, սիրելիս։ Պտուղ եթե ունեցար, անպայման դու պատղաբեր ես ելնելու։ Որովհետև ամեն մի մարդ սենց թե նենց մոտենում է պտղով մարդու։ Գիտես մարդ կա,
Կարա ունենա բարգևներ, կարա ունենա, չգիտեմ, տարբեր բաներ, կարա ունենա ուժեղ առաջնորդություն, ուժեղ կազմակերպիչ, ուժեղ բաներ, բայց զգաս որ չի էթում էլի։ Լավ է սաղ, բայց պրոստը ծառայողական շփվում ենք իրար հետ։ Բայց մեկ է տեսնում ես մեկը կա, որ պտուղ ունի։ Ամեն, հետը որ մնում ես, հետը որ շփվում ես, հասկանում ես, որ պտուղ կա վրան։ Գիտես ինչա կատարվում պտղաբեր մարդու հետ շփվելուց։ Դու իր պտուղներից մեկ-մեկ օգտվում ես։ Մեկ-մեկ օգտվում ես։ Ունենց համով է Սուրբ Հոգու պտուղը, որ իր վրա կա։ Մեկ-մեկ տեսնում ես, այնց ուրախություն ունի, միած ես կծում ես, այդ ուրախությունը ճաշակում ես։ Փառավոր է մեր Հիսուսը, սիրելիներս։ Կարա մարդը լինի եկեղեցում, ծառայի, բայց անպտուղ լինի։ Առաջին նկարը կուզեմ դնես։ Սիրելիներս, հետաքրքիր է, չէ՞, կարա մարդը լինի, ծառայի, բայց անպտուղ լինի կամ թեթևակի պտուղ լինի վրա։ Ես այս երկու ծառի օրինակով եմ բերել, սիրելիներս։ Տեսեք, սա կարանք նայենք որպես մարդ։ Տեսեք, շատ լավ է, չէ՞, ասենք ճյուղերով, թփերը լավ, բան, առաջի ծառը, բայց պտուղ չունի։ Նույն ծառն է։ Այն մեկը կա, մի քիչ պտուղ կա վրան։ Մոտիկանում ես մեկը մի քիչ վնասված է, մեկը մի քիչ, չգիտեմ, ավելի թարմ է, բայց պտուղ կա վրան։ Ոնց լինի, ասենք, երբ որ դու հերվից որ գնաս, անպայման մի քիչ էլ որ սոված լինես, պտղաբեր ծառին կմոտենաս, չէ՞։ Սիրելիներս, դրա համար շատ կարևոր է թանկագիններս, ամենակարևոր բանը, որ որդին կպած լինես, որ պտղաբեր լինես, հակառակ դեպքում կարա, ես փրկության մասին չեմ խոսում, ես միշտ իմ քարոզների մեջ ասում եմ, փրկությունը Տերն է որոշում, ինքը գիտի, ես ուրիշ բան եմ խոսում, սիրելիներս։ Դրա համար շատ կարևոր է, որ դու լինես ոչ թե մարդ, որը ունի ճյուղեր, ունի թփեր, բայց պտուղ չունի կամ մի հատ, երկու հատ վնասված ունի, այլ լինես մարդ, որը պտղաբեր մարդ է, սիրելիներս։ Եվ Հիսուսը, երբ որ քեզանից պտուղ է ուզում, շատ կարևոր է իմանաս, որ ամենաառաջի պտուղը մարդկային տեսակետով էդի դու ես, առաջի պտուղը, որ ուզում ես Հիսուսի համար բերես, որպես մարդ, քեզ բեր Հիսուսի համար որպես պտուղ։ Ամեն։ Մատթեոս 7:15-20 Զգուշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներիցը նրանց ճանաչեցեք։ 20 խոսքում ասում է, ուրեմն իրենց պտուղներիցը ճանաչեցեք նրանց։ Սիրելիներս, որ պտղի մասին է խոսում Հիսուսը։ Հոգու պտուղի մասին։ Մեկ-մեկ այս խոսքը որ կա, չէ՞։ Մարդիկ մտածում են, որ շատ մարդ է բերել, ուրեմն ուժեղ պտուղներ ունի ինքը։ Սիրելիս, լսի, Հիսուսը հիշի մի բան, առաջինը հոգու պտուղ է քեզանից ուզում։ Գիտես ինչի։ Որովհետև դու չես կարա պտուղ ունենաս, եթե իր վրա չլնես։ Ինչի է շեշտադրում եւ ուզում, որ դու պտուղ բերես։ Ամենակարևորը, որ իր վրա մնաս, որ իրանից սնվես, որովհետև ինչի է ասում, չեք կարա ոչինչ անեք եւ պտուղ բերեք, եթե իմ վրա չեք։ Ամեն սիրելիներս, չես կարա, չկա, ոչ մեկ չի կարա, եթե իր վրա չի։ Դրա համար շատ է կարևորում Հիսուսը պտուղ բերել։ Արդյոք այսօր ջանք ենք անում ես ու դու պտուղ բերենք։ Ամեն ինչի մեջ կարող եմ եկել տենաս մարդը ըննես ջանքեր անում։ Բայց գիտես կարևորությունը հոգու պտուղ բեր։ Հենց հոգու պտուղ բերես, համ առաջինը այդ քո վազածը ճիշտ կվազես, երկրորդը հեշտ կդառնաս, սիրելիս։ Երրորդը Աստծո խոսքը
հեշտ կհասնի քեզ։ 4-րդը կլնես օրհնություն, ոչ թե ուղակի դրսից տեսանելի, այլ հոգով զորավոր։ Դրա համար կարևորությունը մի բան է, մնացեք իմ վրա։ Մնացեք իմ վրա։ Եթե այսօր կտրվել ես Հիսուսից, ուշադիր եղի, նորից կպի որդին։ Իրես մեր կյանքում կարա լինի, ընթաց կա, գնում ենք, կարա լինի, հոգսերով, սրանով, նրանով ընկնում են մարդիկ, կտրվում են, չգիտեմ, տարբեր գայթակղություններով, հիասթափությունով, տարբեր ձևի, բայց գիտես, ամենամեծ վտանգը, որ կտրվել ես դու ճյուղից, քո վրա է սիրելիս, դու վտանգի մեջ ես։ Այն մարդը կամ այն իրավիճակը, ինչի պատճառով, որ դու կտրվար որդից, այդքան էլ կապ չունի, բայց դու կտրվար։ Դու եթե ունեիր էլ նույնիսկ պտուղներ, մեկ էլ զգում ես չորացել է։ Ինչի համար է մարդը երկար տարիներ հոգևորի մեջ լինելով ասում է, ես 30 տարվա հոգևոր եմ, 50 տարվա հոգևոր եմ, 20 տարվա, էդի կապ չունի, սիրելիս։ Ուզում է 30 տարի հոգևորի մեջ ելնես, եթե դու 40, 50, չգիտեմ, 10 կտրվար որդից չորանալու ես։ Չորանալու ես, դու կարաս քո ծառայություններն անես, դու կարաս տարբեր բաներ անես, դու կարաս մարդկային զանգվածներ կառավարես, դու կարաս լավ բաներ անես, շատ լավ է, էդ էլ է պետք, բայց եթե կտրվել ես Հիսուսից, դու չորացած ճյուղ ես արդեն, դու պտուղ չունես, այն պտուղները, որ նույնիսկ քո վրա եղել է, դրան կարա չորանա ու թափվի սիրելիս։ Այն մի նկարն էլ դիր, Կարինե ջան, 3-րդը։ Սիրելիս, Աստված ուզում է, որ մենք այս ծառի պես ելնենք։ Այս ծառը դաշտի մեջ որ մեկը տենա չի մոտիկան այս ծառին։ Հա? Չես վազի այս ծառի մոտ, մի հատ այս ծառից համտես անես։ Սիրելիս, Աստված ուզում է, որ ես ու դու առաջի Ադամից դառնանք երկրորդ Ադամ։ Առաջի Ադամը պտուղ չբերեց, այլ առաջի Ադամը պտուղները ավիրեց, բայց երկրորդ Ադամը պտուղ բերեց, սիրելիս։ Եվ Հիսուսը ուզում է ինձ ու քեզ այսպես պտղաբեր տենա։ Ոչ թե այն ծառի պես, որը որ նայում էինք նոր մի հատ պտուղ ուներ կամ երկու հատ կամ կեսը վնասված, չէ, սիրելներս, այսպես թարմ է ուզում տենա քեզ։ Մեծությունը, հիմա նկարի մեջ նայում ենք, մեծություն կա, մեծությունը այդքան էլ կարևոր չի, կա փոքր ծառներ, բայց այնքան պտղաբեր են։ Այս երկրումը տենց է, չէ, փոքր է ծառը, բայց ասենք մեծ ծառերից շատ բերք է տալի։ Նման ձևով կարաս դու լինես, սիրելիս, քո թե ծառայությունը, թե, չգիտեմ, չափը, թե տարածքները փոքր լինի, բայց դու անենց պտղաբեր լինես։ Գիտես ինչի, որտեվ դու կպած ես որդին, դու կպած ես Հիսուսին, ամեն։ Իսկ կարա մարդը պտղաբեր լինի և հետո չորանա, նոր խոսում ենք դրա մասին, սիրելներս։ Այս ծառը, եթե չմշակվի, եթե չջրվի, եթե տիրություն չարվի, այս ծառին եթե խնամք չարվի, ինքը մի քանի ժամանակ հետո, այն նկարը դիր, Կարինե ջան, կդառնա այսենց։ Ու եսի խաղու պար չի, սիրելներս։ Գիտես ինչն է կարևորությունը, որ մենք հասկանանք մի բան, մարդը տեսնի, թե չտեսնի, Տերն է մեր ներսը տեսնում, սիրելներս, Տերն է մեր ներսը տեսնում, դու կարաս լինես այսենց չորացած, պտուղներդ փչացած, բայց դու մարդկանց առաջ անենց ապրես, քեզ թվալով, թե երբ որ մարդը չի տեսնում, Տերն էլ չի տեսնում, ասեմ քեզ մի բան, այն պտուղով և ես չորացած ու փչացածով կապ չունի, որով ես Աստված քո ներսն անայում, Աստված քո սրտի մեջ անայում, ինչա կատարվում քո սրտի մեջ,
Արդյոք կա Սուրբ Հոգու պտուղը քո սրտի մեջ, թե դու ցույց ես տալի Աստված ներսը տանայում։ Ու ինչքան կարևոր է, որ դու եթե գիտակցում ես ու հասկանում ես, որ ինչ որ մի օր կանգնելու ես Տիրոջ առաջ, ու Աստված քեզանից պտուղ է ուզելու, ամեն սիրելիներս։ Դրա համար թանկագիններս մենք պիտի ջանք անենք, որ մեր պտուղ առաջինը ունենանք։ Երկրորդը, որ մեր պտուղները եւ մեր ծառը, որը որ մենք ենք, չփչանանք այս ձևի սիրելիս։ Իսկ ինչա անում չարը։ Գիտես, չարը քնած չի։ Երբ որ մեկը հոգևոր հոգու պտուղ ունի, ինքը չի աշխատում այդ մարդուն կտրի եկեղեցուց, ինքը չի աշխատում այդ մարդուն իր ծառայություններից անի, ինքը չի աշխատում այդ մարդուն, չգիտեմ, հենց բան անի, որ էլ չծառայել չան։ Ինքը գիտես ինչ անում, առաջի բանը, ամեն բան անում է, ամեն բան քեզ կտրի Տեր Հիսուսից, չորանա քո պտուղները, որ ասում է գողը գալիս է ոչ միայն գողանա, թալանի եւ սպանի։ Կարաս դու դրսի երևույթով, հա, հալելույա, ուրախ բան, սենց ապրես։ Բայց եթե քեզ կտրել է Հիսուսից, դու շփում չունես էլ Հիսուսի հետ, դու պտղիդ մասին չես էլ մտածում, գուցե մի հատ էլ երկու հատ էլ պարգև ունես, զգուշ եղի։ Շատ կարևոր է ինքը։ Ու շատիր եղի այսօր քո կյանքում ում ես կպած դու։ Ինչին ես կպած դու։ Գիտես, փոթորիկները գալու են։ Գետերը վարարելու են, մի անգամ էլ եմ ասել։ Բայց ով որ իր տունը ժայռի վրա շինեց, նա էլ հաստատ կլինի։ Ամեն, դրա համար պատխաբեր մարդը, գիտես, Հիսուսը շատ ժամանակ որ նայում ես, գիտես վերջում էլ երևի որ հանդիպենք իրան, Աստված դա ապրենք, կարենանք հանդիպենք ու գիտես երևի առաջինը գալու է ասես նայ տենա ինչ պտուղ կա մեր վրա։ Ասես նայելու է մոտիկից, տենա ինչ պտուղ ունի մուշեղը։ Հələ տենա այս սիրո պտուղը մի քիչ թառամած է մոտը ոնց որ։ Այս խաղաղությունը մի քիչ ինչի վնասված է երկու տեղից։ Քաղցրությունը լավ է մնացել է։ Հեզություն մի վաղ լավ էր, բայց հիմա գիտես, էսի օրինակներ են բերում սիրելիս։ Հիսուսը մեր պտուղներին նայելու է։ Ու ես մտածում եմ, որ մեր պտուղներով մեր պսակներն էլ դնելու է մեր գլխին։ Ամեն սիրելիներս, դրա համար շատ ուշադիր լինենք։ Պարգևները գալիս են թանկագիններս մարդու կյանքում իր աճի ժամանակ։ Իր աճի ժամանակ, երբ որ մարդը Տիրոջ մեջ է, սկսել է կարա այդ ընթացքում պարգևներ գա իր կյանքում։ Ամեն սիրելիներս, եւ պարգևները եւ պտուղները գալիս են մարդու կյանքում աճի ժամանակ։ Եվ ասեմ մի բան, եւ գնում են աճի ժամանակ։ Եվ փչանում են աճի ժամանակ, սիրելիներս։ Դրա համար քո ընթացքը ինչի է Պողոսն ասում։ Ընթացքս կատարեցի, ամեն սիրելիներս, իր ընթացքի մեջ մնաց որդեի վրա, մնաց Հիսուսի վրա։ Դրա համար մինչև վերջ կատարեց ու ասեց, կատարեցի, հիմա մնում է փառքի պսակը ընդունեմ։ Սիրելիներս, գիտեք, մարդիկ եղել են եւ պտուղներ եւ պարգևներ իրար հետ գործող։ Պողոսը, ամեն, Ստեփանոսին քարկոց ու ինչ էր Ստեփանոսը բժշկող, հարություն տվող, ուժեղ ծառայության մեջ էր պարգևներով, բայց Ստեփանոսը եթե չունենար Հիսուսի սիրո պտուղը, սիրելիներս, ոնց կարար նայեր վերև, ասեր Տեր, ների իրանց չեն հասկանում ինչ են անում։ Պարգևներ ուներ, բայց պտուղ կար իր մեջ, սիրելիս։ Համար նայում ես Պողոս առաքյալը Կորինթացիների 12-ը կարդացինք, էսի գրում է Կորինթացիների եկեղեցում, ասում է լավ է ձեր մոտ ամեն բան, ընտիր է,
պարգևներ ունեք, ասում է, բայց եթե առաջի պտուղներ ունեք, բայց եթե առաջի պարգևը չունեք, մնացած ամեն բան ձայն հանող ծնծղայ է դառնում, սիրելիներս։ Առաջի պտուղը սիրո պտուղն է, սիրելիներս։ Ամեն, իսկ այդ պտուղը պիտի ձևավորվի քո մեջ։ Ոնց կպած մնա Հիսուսին ու կտեսնես ոնց։ Հիսուսն ասում էր, բան մի արեք, մենակ իմ վրա մնացեք, իմ վրա մնացեք։ Այսօր հաղորդություն էլ ունենք թանկագիններս, թող փառաբանության խումբը գա, օրհնյալ է մեր Հիսուսը։ Աստծո պարգևները, սիրելիներս, ցույց են տալիս նրա զորությունը մեր միջոցով։ Աստծո պարգևները ցույց են տալի նրա զորությունը մեր միջոցով։ Բայց Աստծո պտուղները ցույց են տալիս Հիսուսի բնավորությունը մեր մեջ։ Մեր մեջ։ Դրա համար սիրելիս, եթե քո կյանքում Աստծո զորությունը գործում է, դա դեռ չի նշանակում, որ Հիսուսի բնավորությունը քո եւ իմ մեջ կա։ Շատ կարևոր է, սիրելիս, ավելի շատ աշխատի պտուղ բերես։ Պարգևները Տերը առատ է բաժանում, սիրելիս։ Աննենց ուրախ կլինի, որ տենա դու պտղաբեր մարդ ես, քեզի մի հատ աննենց պարգև տա, որ այդ պարգևովը ծառայես մարդկանց, օրհնես մարդկանց, բժշկես մարդկանց, ողորմություն անես մարդկանց, չգիտեմ, տարբեր բաներ, սիրելիներս։ Դրա համար քո անելիքը պիտի լինի պտուղի վրա աշխատել։ Ու էսի քո եւ իմ անելիքն է։ Ստեղ Աստված բաց է թողել, սիրելիներս։ Մենք պետք է անենք։ Մեկ ասում ես ինչ լավ կլներ, չէ՞, սերը լցներ Տերը, ոչ էլ պակասեր, հենց տես մնար, պատկերացրեք եկել ենք ստեղ ու բոլորս այդ Քրիստոսի սիրով իրար սիրում ենք։ Գիտես ինչ կկատարվեր ստեղ։ Ով ընդեղից մտներ, կաղ, տկար, չգիտեմ, բաժանված ընտանիքներ, սերեներ, ինչ խնդրով ընդեղից մտնեին ներս, բժշկված ստեղից կգնային։ Եթե մենք ունենայինք Քրիստոսի սերը մեկս մյուսի հանդեպ, որ ողորմած լինեինք իրար ամեն իրավիճակի մեջ, որ նայինք ասեինք Հիսուսը մեզ խաչի վրա անարժանից ողորմացել է, բայց ես մի հատ են մեկը ոտս տրորում է, չեմ կարում էլ հետը, վերջ պրծավ։ Հիսուսն ասում էր ողորմած եղեք իրար, շուտ ողորմացեք իրար, պրծեք։ Կամ սերը, որը հասկանում եք սիրելիներս, սրանք պտուղները, որոնք Հիսուսը ուզում է մեր մեջ տեսնի։ Մնացած էդի իմ ու քո անելիքը չի, էդի ինքն է անողը, ինքն է գործողը, ինքն է բժշկողը, ինքն է հանողը, ինքն է զորացնողը, ինքն է միաբանողը։ Էդի ոչ մեկս չի կարող անի, եթե ինքը չգործի։ Մարդու սիրուն աշկերի համար չի։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներս։ Եկեք իրականում, եթե ուզում ենք իրական քրիստոնյա լինենք, սիրելիներս, իրական Հիսուսի հետևորդ լինենք, եկեք հաճելի լինենք Տիրոջը։ Եկեք պտղաբեր, ոչ մի բանով չես կարող հաճեցնես Տիրոջը, միայն մի բանով, պտուղ բերելով։ Հիսուսը ոչ մի բանի մասին չի խոսում, սիրելիներս, որ ասի ես արեք, են արեք, են արեք։ Ասում է եկան ասեցին քո անունով դևեր ենք անում, պարգևներն ունեին, քո անունով բժշկություններ ենք անում, էս ենք անում, են ենք անում, են ենք անում, շրջվեց ասեց ես ձեզ չեմ ճանաչում։ Գիտես ինչի, որովհետև Հիսուսը ինձ երբ որ տեսնում է, ես կայնում եմ իր առաջ, ինքը պիտի իմ մեջ ուշադիր լսի, իմ մեջ պիտի իրան տեսնի։ Իմ մեջ իրան պիտի տեսնի, հասկանում ես ինչ եմ ասում, սիրելիս։ Քո մեջ Հիսուսը պիտի իրան տեսնի։ Բոլորիս է վերաբերվում, թանկագիններս։ Առաջի մեղավորը ես, քարակ գցեք ես կոմի վրա։ Բայց եսի չեմ ուզում ընենց լինի, գիտես, հելնես ասես, բայինի սենց, բայինի նենց, բայինի որ սենց չի նենց, բայինի որ սենց խոսում անենց ապրում, սիրելիս այդ երեխայությունից դուրս արի, դու քոնը նայի, դու ինչ ունես անելու։
Դու ինչ կարաս փոխես քո կյանքում, ինչ պտուղ կարաս բերես։ Դու ինչ կարաս անես, որ այդ սխալ ու շեղված մարդու կյանքում ինչ որ բան փոխես դեպի բարին ու լավը։ Ու շատ կարևոր է, սիրելիս։ Շատ կարևոր է։ Հիսուսը չի խաչվե։ Չի խաչվե։ Նրա համար, որ մենք անպտուղ լինենք, սիրելիներս։ Այն վերջի նկարն էլ դիր Կարինե ջան։ Գիտես Հիսուսը, երբ որ հանդիպի մեզ թանկագիններս, տեսեք, մի նկար եմ սենց սրտիս եկավ, որ այս նկարը դնեմ ու նայենք այս նկարին։ Տեսեք մի ծառ կա մեծ եւ մի փոքր ծառ կա։ Գիտես մեծ ծառը երևում է սկզբից զորավոր ուժեղ, դու մտածում ես, որ ասենք մեծ ծառ ես տենում, նայում ես, այս ինչ լավ է, չէ, այս ինչ ուժեղ է, մեծ է։ Բայց մի հատ կար փոքր, բայց պտղատու։ Ու Հիսուսը շարժվում է այս նկարի շուրջ, այս ծառի մոտ, սիրելիներս։ Ինքը չի էլ նայում են մեծ ծառին։ Հիսուսը շարժվում է պտղատու մարդու մոտ, սիրելիս։ Որովհետև այնտեղ այնպես լավ է, ձեռներս են սպայել, ասես նայում ասում է, անուններ չեմ ուզում տամ, կուզեի սա ասենց եկեղեցու անունները տայի։ Նայում ասում, այս ինչ պտղատու է, փոքր է ինքը։ Ամեն։ Ուզում էի հավասար լիներ ծառները, բայց հետո հոգիս սենց անենց տարավ, որ փոքր, բայց պտղատու։ Դրա համար դու քո անելիքների մեջ գուցե թվացյալ, երևաս փոքր, բայց կարևորությունը Հիսուսը տալիս է, որ դու պտղաբեր լինես, սիրելիս։ Ոչ մի քո անելիքի մեջ չմտածես, որ այդտեղ փոքր ես, ուրեմն քեզի փոքրի պես անայում։ Կարևորը պտղատու լինես։ Կարևորը պտղատու լինես։ Ու Հիսուսը հենց մոտենում է քեզ, սիրելիս, որովհետև այնտեղ իրանատես է։ Ամեն։ 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 Համաձայն ես։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս։